Փառքասուսիր ես ժողովուրդ։ Հետաքրքիր է շատ կարճ բանի մասին կուզեմ խոսեմ, եղբայրները կշարունակեն։ Չգիտեմ, ես վերջերս շատ եմ ուշադրություն դարձնում, Աստված ամեն ժամանակ եկեղեցին մի կողմով է տանում։ Ժամանակ է լինում, որ եկեղեցին տանում է փառաբանության մեջ, ընդհանուր եղբայրությունը խոսում է փառաբանությունից։ Ժամանակ է գալի, որ ընդհանուր եղբայրությունը խոսում է հավատքից։ Էդի բոլորը Սուրբ Հոգու գործն է, էդի եղբայրներից չի, մարդկային խելքից չի, իմաստությունից չի։ Էդի Սուրբ Հոգին ամեն ժամանակ եկեղեցին մի կողմով առաջնորդում է, չէ՞։ Հետաքրքիր է ժամանակ է լինում, որ եկեղեցին արթնություն է ապրում, ժամանակ է լինում, որ եկեղեցին անցնում է սրբության ավելի շատ, չէ՞։ Բայց չգիտեմ, ես վերջերս բոլոր եղբայրների խոսքի մեջ նկատում եմ մի բան, բոլորը խոսում են նեղություններից։ Բոլորը խոսում են դժվարություններից, բոլորը խոսում են այն կյանքից, որ ավելի մոտեցնում է Աստծուն։ Փառաբանությունը լավ բան է, ամեն ատեն պիտի փառաբանենք, թեկուզ նեղության մեջ, բայց նեղության մեջ պիտի մենք կարողանանք փառաբանենք Աստծուն։ Մենք պիտի հասկանանք, որ նեղության մեջ ես թեկուզ ամեն դժվարության մեջ ես, բայց պիտի այդ ժամանակ էլ կարողանաս փառաբանես Աստծուն։ Ու այդ մարդը, այդ ժամանակ միայն մարդկային տեսակետով դժվար է։ Մարդը որ նայում այդ նեղության դժվարության մեջ, մեծ տառապանքի մեջ դժվար է փառտալը, դժվար է ուրախանալը, չէ՞։ Բայց Աստված մի ճանապարհ ունի, որ այսօր ամեն մեկիս այդ ճանապարհով ուղղորդում է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր ո՞րն է այդ ճանապարհը։ Որն է այդքան, որ Սուրբ Հոգին անհանգստացնում է եւ ուզում է, որ այդ ճանապարհով ամեն մեկս անցնենք։ Որտեվ հոգևոր մարդը չի կարող այդ ճանապարհը չանցնի ու Աստծուն ճանաչի։ Չի կարող այդ մարդը, հոգևոր մարդը այդ ճանապարհը չանցնի ու երկնքի արքայությունով ու հարց եկեղեցու մեջ հաստատվի, չի կարող այդպես բան լինի, որտեվ Աստված ամեն մեկին, ինչ ասում, Աստված ամեն մեկին իր կարողության չափով ինչ անում, փորձություն անցկացնում։ Հետաքրքիր է, ուշադիր լինենք, այն ծառները, որոնք, այն ծառը, որը քամու մեջ է, որը փոթորիկ անցե, որը քարքարոտ է, որը դժվարությունով է բարձած է, թեկուզ իր արմատը չի երևում, բայց այդ ծառը ամուր է։ Այդ ծառը ավելի կանգուն է իր հիմքի վրա։ Այդ ծառը ավելի զորավոր է։ Այդ ծառին ոչ մի բան չի կարում հաղթահարի, որովհետև ինքը փոքրուց տնկած օրվանից ինչ ա եղել, դժվարությունների ու նեղությունների մեջով անցել։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք ամեն մեկս մեր ներսը քննենք։ Մենք արդյոք այդ դժվարությունների ու նեղությունների մեջով անցնում ենք, թե ինչ ենք անում, ասում ենք Տեր Աստված, ազատի մեզ այս դժվարությունից, ազատի այս փորձությունից, ազատի այս նեղությունից։ Ոնց ենք աղոթք անում։ Մեր աղոթքի նպատակը ո՞րն է։ Փորձության մեջ Աստված մեզի պահի։ Հիսուսն ինչ ասեց, չեմ աղոթում, որ ձեզի փորձությունից ազատի։ Աղոթում եմ, որ ձեզ փորձության մեջ ինչ անի, հավատարիմ պահի։ Այսօր այդ է մեր նպատակը, որ թեկուզ փորձության, թեկուզ դժվարության ժամանակ Աստված թեկուզ մեզի տանում անապատը մտցնում։ Այդ անապատի մեջ հաղթանակած դուրս գանք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր հետաքրքիր է Իսրայելի ժողովուրդը անապատ անցավ։ Կա 3 վիճակ։ Կա անապատից դուրս, չէ՞, Եգիպտոս, կա անապատի մեջ եւ կա Քանանի երկիր։ Այսօր Աստված առաջնորդում է 3 տեղնել։ Առաջնորդում էր Եգիպտոսում, թե չէ։ Ժողովուրդը ավելի աղաղակում էր Աստծուն։ Դժվարության, նեղության, լուծի մեջ, ասում է եւ ձեր աղաղակը բարձրացավ դեպի ինձ, եւ Աստված իջավ որ ինչ անի, ազատի այդ նեղությունից, ազատի Եգիպտոսի լծի տակից, բայց մի հատ ուրիշ տարբերակ կար։ Աստված ուզեց, որ ոչ թե մենակ ազատի Եգիպտոսի լծի տակից, այլ դժվարությունների մեջով անցկացնի, թրզի, չէ, ոնց որ կավը ոնց են թրզում, որ մաքուր անոտ բարձրանա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ամեն մեկից մեջ գալու է այդ դժվարությունը,
Չի կարա հոգևոր մարդը լինի ու անապատ չանցնի, անապատ պիտի անցնենք։ Բոլոր աշակերտները անցան անապատ, բայց չլինի հանկարծ մենք դժվարության, նեղության մեջ լինելով, մեր մտքի ու ցանկություններից ելնելով, ասենք, էսի Աստված մեզ փորձում է, որովհետև տարբեր փորձություններ կա, որ Աստված ուղղորդում է փորձության։ Ուղղակի թույլ է տալի, որ մարդը ընկնի փորձության ու ավելի թրզվի, բայց կա որ մարդը ինքը իր խելքից ու իր ցանկություններից անգնում փորձության մեջ։ Հետաքրքիր է, ես շատ եմ ուշադրություն դարձրել։ Պետրոսի ու Հուդայի տարբերությունը ո՞րն էր։ Երկուսն էլ փորձության մեջ էին։ Կարծես թե Պետրոսը ավելի մեծ փորձության մեջ էր, ավելի վատ բան արեց։ Հուդան ուղղակի եկավ, մատնեց, համբուրեց, անցավ։ Հիսուսն ասեց Հուդա, համբուրելով զիս կմատնես։ Բայց Պետրոսը ուրացավ 3 անգամ։ Որ Հուդան մի անգամ մատնեց, Պետրոսը 3 անգամ ուրացավ։ Բայց դրանց տարբերությունը ո՞րն էր։ Ո՞րն էր դրանց տարբերությունը։ Բացի զղջումը մի հատ ուրիշ բան կար։ Տարբերությունը այն էր, որ Պետրոսը Հիսուսին շատ էր սիրում։ Չէ՞։ Երբ որ եկան Հիսուսին բռնելու, ինչ արեց Պետրոսը։ Հանեց թուրը, ականջը կտրեց, ասեց ես քեզի մինչև մեռնել կեթամ։ Հիսուսն ասեց տենց մի խոսա, ասեց դու ինձ ուրանալու ես, չէ, ասեց։ Ես քեզ հետ մեռնել եմ եթալու։ Բայց Հուդային այդքան ասեց, Հուդա մի արա, ով որ առաջինը վերցնի ինքն է մատնելու։ Հուդան արդեն դաշինք էր կնքել։ Սիրելի ասու ժողովուրդ, ուրիշ բան է, մարդը նեղությունով ընկնի փորձության մեջ, ընկնի անհապատ, ընկնի դժվարության մեջ, բայց իր նպատակը Տիրոջը հասնելն է, Պետրոսի նման։ Ուրիշ բան է հասկանալով գնաս եւ սատանայի հետ դաշինք ընկես։ Այս փորձության մեջ Աստված չկա։ Այս փորձությունը դու քո ես իմ խելքով եմ ընկել։ Այս փորձությունը ես գնացել եմ, ես սատանայի հետ դաշինք եմ կնքել, հասկանալով Աստված այդ նեղության մեջ չկա։ Դրա համար ասում է Հուդան ինչ արեց։ Հուդան ասում է փոշմանեց, ասեց արդար մարդ էր, իզուր էլ արեցի։ Փոշմանեց, դաժե չզղջաց։ Եվ գնաց այդ ունեցվածքը տվեց եւ գնաց իրան կախեց, որովհետեւ էլ ճանապարհ չտեսավ, բայց Պետրոսը ինչ ասեց։ Պետրոսը երբ որ նայեց Հիսուսին, ասում է դուրս եկավ ու դառնապես լացեց։ Սիրելի ասու ժողովուրդ, տարբերությունը էս է, Աստծո ուղղորդած անապատը եւ մարդկային խելքով դրթված անապատը։ Սրանք տարբեր է։ Հետաքրքիր է երկրորդի մեջ մի հատ շատ լավ խոսք է ասում։ Երկրորդ 8-րդ գլուխ 5-րդ խոսքում։ Սաղով է, որ վեր է գալիս անապատից կրտնած իր սիրեկանին։ Ասում սաղով է, որ անապատից դուրս է գալի կրտնած իր սիրեկանին։ Այս ամբողջ խոսքի մեջ մի հատ խոսքն է ամենակարևորը։ Ամենակարևոր խոսքը ո՞րն է։ Կրտնած իր սիրեկանին։ Այսինքն կրտնած մարդը, սիրելի ասու ժողովուրդ, կրտնած մարդը իր բոլոր զենքերը դնում է վայր։ Կրտնած մարդը չի ասում ես այսը մի ավելի լավ բարեկամ ունեմ, կայնի իրան ասեմ, չէ։ Ինքը ամբողջ հետաքրքիր է Հագարը, հիշենք Հագարին։ 2 անգամ անապատ գնաց, չէ՞, Հագարը։ Առաջի անգամ երբ Իսմայելը չէր ծնվել, ինչ ասեց։ Աբրամը ասեց Սարա, ինչ ուզում ես արա, քո ձեռքն եմ հանձնում։ Ասում է եւ Սարան նեղեց եւ Հագարը տնից դուրս փախավ։ Ասում է երբ որ բանի մոտ էր, ջրի աղբյուրի մոտ էր, ասում է, հրեշտակը եկավ Հագարին ասեց, Հագար, մի վախեցիր, քո մեծ սերունդ եմ անելու, Աստված ասում է։ Աստված քո աղաղակի ձայնը լսեց։ Հագարը ինչի Աբրահամի տունը տենց աղաղակ չէր բարձրացնում։ Ինչի չէր բարձրացնում։ Որտեղ դժվարություն չկար, որտեղ Աբրահամը իր կողքն էր, Սարան իրան թև ու թիկունք էր, հələ դժվարություն չկար։ Այդ ժամանակ Հագարի մտքով չէր անցնում աղաղակ բարձրացնել, բայց երբ որ Աստված թույլ տվեց, որ Հագարը ընկնի դժվարության մեջ, այդ ժամանակ ասում է հրեշտակն եկավ ասեց Հագար, Աստված քո աղաղակի ձայնը լսեց։ Եվ երկրորդ անգամ որ Աբրահամը հանեց գնաց անապատը, ինչ ասեց։ Ասեց Հագար, Աստված քո երեխայի լացի ձայնը լսեց։
արդեն իր աղաղակի ձայնը չլսեց։ Արդեն ինքը բոլոր զենքերը վայր էր դրել։ Աստված լսեց, այսօր սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված մեր աղաղակի ձայնը լսում է, բայց երբեմն Աստված լսում է եկեղեցու ընտանիքի լացի ձայնը, որ այսօր մեր համար աղոթք են անում շատերը։ Այսօր տեսնում են մեզի մեր եղբայրը դժվարության նեղության մեջ, ամբողջ եկեղեցին աղոթք անում։ Աստված այդ ժամանակ ասում է Իգնատ, Աստված քո եկեղեցու ձայնը, քո քույր եղբայրների ձայնը լսեց։ Աստված ողորմություն արեց քեզի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, հետաքրքիր է։ Աստված երբ Պետրոսի աղաղակի ձայնը լսեց։ Երբ լսեց։ Երբ որ դառնապես լացեց։ Բայց երբ որ հələ դառնապես լաց չկար, Պետրոսը նավի մեջ Հիսուսին տեսավ, ինչ ասեց։ Ասեց Տեր, հրամայի գամ քո առաջ, ջրի վրայով քայլելով։ Պետրոսը խեր ուզում ջրի վրայով քայլեր։ Խեր ուզում Պետրոսը ջրի վրայով քայլեր։ Որտեվ դեր հələ Հիսուսին նես չէր հանդիպե, ոնց որ դառնապես լացելուց հետո հանդիպեց։ Որտեվ հələ Պետրոսն ուզում էր ինչ Հիսուսը անում է, ինքն էլ պակասը չի, ինքն էլ անի։ Հիսուսը քայլում է, բոլոր աշակերտները տեսեք, որ ես էլ եմ կարում քայլեմ։ Բայց ինչ եղավ։ Սուզվեց։ Բայց երբ որ Հիսուսին հանդիպեց Պետրոսը, այն որ ձուկ էին բռնում, Հիսուսը ինչ էր անում, ձուկ էր եփե, չէ, ասեց տղաք սոված եք, եկեք հաց կերեք։ Ասում է Պետրոսն ինչ արեց։ Ասեց հրամայի գամ։ Ինչ ասեց Պետրոսը։ Պետրոսը ոչ մի բան չասեց, իրան գցեց ջուրը։ Էլ իրան չէր հետաքրում խեղդվի, չի խեղդվի, այսինքն հասներ Հիսուսին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր հանդիպել է պետք ուղակի։ Աստված շատ անգամ մեզի խրատում է։ Հետաքրքիր Սաղմոսների մեջ ինչ է ասում։ Չէ, Հոբի գրքում եմ ուզում կարդամ։ Հոբ 5-ի 16-ը 17-ը։ Ահա երանելի այն մարդը, որ Աստված խրատում է։ Երանություն է դա, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եկեք ամեն մեկս մեզի քննենք, երանություն է դա։ Ահա երանելի այն մարդը, որ Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժիր։ Այստեղ մի հատ ավելի լավ խոսք է ասում 18-ում, որովհետև նա խոցում է եւ փաթաթում է, նա զարկում է եւ նրա ձեռքը բժշկում է, նա 6 նեղություններից քեզի կազատե եւ 7-րդում քեզի չարություն չի գալ։ Ասում է, երբ որ զարնում է, ազատում է, երբ որ ճղվում է, քեզ ինչ է անում, քո վերքերը կապում է, դրա համար ասում է, անապատում են ով է որ կրտնած իր ազավակին, ով է սիրեկանին կրտնած անապատից դուրս գգա։ Այս խոսքը եկեք մեր սրտերում ամուր դնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, ամուր դնենք մեր սրտին, որտեվ Աստված մի բան որ խրատում է, երբեք Սաղմոսների մեջ հետաքրքիր ասում, եւ չեմ մեռնիլ, կապրեմ, եւ Տերոջը գործը կպատմեմ։ Խրատելով խրատեցիր ինձի Տերը, բայց մահվան չմատնեցիր։ Խրատելով խրատեց Տեր ինձի, բայց մահվան չմատնեց, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստված տենց Աստված է, Աստված չի տանում անապատ ու անապատում թողում։ Իսրայելի ժողովուրդին չտարավ ու անապատում թողեց, որտեվ Իսրայելի ժողովուրդը ինքը, ես ուզում եմ միտեղ կարդամ, որ ավելի հասկանալի լինի։ Առաջի թուղթ Կորինթացիս 10-րդ գլխի առաջի խոսքից չեմ կամենում եղբայր, որ չգիտնաք, թե մեկը հայրերեն ամեննալ անպիտակ էին, այսինքն Իսրայելի ժողովուրդը բոլորն էլ նույն կարգավիճակում են, ամենն էլ անպիտակ էին, եւ ամենն էլ ծովի մեջով անցան, եւ ամենը Մովսեսով մկրտվեցան, ամպում եւ ծովումը, եւ ամենն էլ նույն հոգեվոր կերակուրը կերան, եւ ամենն էլ նույն հոգեվոր խմելիքը խմեցին, որովհետեւ այն հոգեվոր վեմիցն էին խմում, որը գնում էր նրանց հետ, եւ այն վեմն էր Քրիստոսը, բայց Աստված նրանց շատերին չհավնեցավ, որտեվ անապատում փռված ընկան,
Աստված ասում է եւ նրանց շատերին չհավանեց, բոլորն էլ այդ բոլոր ժողովուրդը նույնն էին, նույն ուտելիքն էին ուտում, նույն խմելիքն էին խմում, նույն հոգով դաստիարակվում էին, չէ՞, թե տարբերություն էր դնում Մովսեսը, թե Աստված տարբերություն էր դնում դրանց մեջ, չէ, բոլորը նույնն էին։ Եվ սրանք մեզի օրինակի համար եղան, որ մենք չար բանից ցանկացող չլինենք, ինչպես նրանք ցանկացան։ Այս ամեն ասма ձեզի օրինակ եմ թողում, որ չար բանից հետ կայնենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Հետաքրքիր է, Աստված այսօր ստեղ բազմություն է հավաքել, եւ բոլորն են նույն խոսքն են լսնում, նույն աղոթքն են անում, նույն երգն են երգում, բայց ասում է, որ գամ արդյոք հավատք գտնեմ թե չէ։ Այսինքն կարա մարդը ուղակի գա գնա, ուղակի որպես իր խիղճը հանգստացնելու համար Աստծո հետ լինի, որպես իր եղբայրներին ցույց տալու համար, որ ես եկել եմ, այսօր ներկա եմ, բայց Աստված էդի չի ուզում, Աստված ասում է, ես կանգնած դուռը գզարնեմ, ով որ բացի, ես կմտնեմ եւ ինչ կանեմ, ընթրիք կանեմ։ Շատ անգամ լինում է մենք շատ բաների առաջ ենք մեր աչքերը բացում, մեր սիրտը բացում, շատ բաների համար ենք բացում, բայց Աստծոն բացելու համար տեղ չկա կարծես թե։ Բայց Աստված ասում է, ես կանգնած եւ դուռը գզարնեմ։ Մենք մեր սրտի մեջ շատ դռներ ենք բացում, շատ դռներ ենք բացում մեր աշխարհի համար, մեր ցանկությունների համար, մեր քայլերի համար, մեր ընտանիքների համար, մեր ուրախության համար շատ դռներ կա, բայց Աստված այդ դռներով չի ուզում որ մտնի։ Աստված ասում է՝ մի հատ դուռ կա, նեղ փշոտ ճանապարհ կա, որ ամենքս պիտի անցնենք այդ ճանապարհով։ Ասում է լեղ այն դուռը, որ տանում է դեպի կյանք, լայն այն դուռը, որ ինչ է անում, տանում է դեպի կորուստ, եւ նեղ դռնով մտնողները քչվոր են։ Եկեք այս քչվորների մեջ լինենք, սիրելի Աստծո ժողովուրդ, որտեղ Աստված էս է կամենում։ Երանի են մարդուն, որ նեղ դռնով կմտնի ներս։ Հետաքրքիր է Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը, երբ որ կրակի հնոցը պետք է մտնեին, իրանք չգիտեին, որ Աստված իրանց պահելու է թե չէ, չէ՞, չգիտեին, բայց իրանք հավատում էին, իրանք վստահում էին Աստծուն։ Որտեվ ասեց, եթե Աստված մեզի չպահի էլ, մենք քո կուրքին երկրպագություն չենք անի։ Ժողովուրդ ջան, այսօր եկեք մենք այդ վստահություն ունենանք Աստծո վրա, որ չլինի հանկարծ մենք առաջինը նայենք մեր վիճակին, մեր ուրախությանը, նոր նայենք հետագայում Աստված ինչ կանի մեր սրտում։ Այսքանը կուզեի ասեի, գանք աղոթքով Աստծո առաջ։